Բարև ձեզ, պարոն Շավերդյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը եւ այլու առաջ եք ասեմ մեր հեռուստադիտողներին, որ այսօր իմ հյուրն է ազատ ռեժիսոր, երևի ճիշտ կլինի, չէ՞, այդպես ասեմ, ազատ ռեժիսոր։ Ազատ իր գաղափարների մեջ, այո։ Բայց տարածքով որ այնպես չի, որ ինչ-որ մի թատրոնում շատ կոնկրետ աշխատում եք, չէ՞, այսինքն չկա այնպեսի մի թատրոն, որտեղ գրանցված է Սուրեն Շավերդյանը գրանցված է որպես ռեժիսոր։ Բարև Անժելա, պարոն Շավերդյան, երբ որ ինձ ասում են մի տեսակ չեմ ընկալում դա, ուղղակի Սուրեն։ Սովորեք։ Չէ, ես չեմ կարողանում սովորել այդ պարոնին եւ ընդհանրապես ազատ խոսելու, ազատ շփվելու ձևը ավելի ընդունելի է։ Ռեժիսորը ընդհանրապես պետք է ազատ լինի եւ կախումներ չունենա։ Ցավոք սրտի Հայաստանում դա բարդ է, որովհետեւ եթե չունես տարածք, չունես թատրոն, չունես ֆինանսավորում, քեզ հնարավորություն չեն ընձեռում, դու արդեն ազատ չես։ Եվ դա ցավալի է, որ այդպես է, որովհետև կամ պետք է անես այն, ինչ թելադրում են եւ պահանջում, այս կամ այն թատրոնը կամ պետք է զբաղվես այլ գործով։ Հայաստանում բարդ է, համենայն դեպս այսօր բարդ է ազատ լինելը։ Բայց կա կոմերցիոն ներկայացումներ կարելի անել։ Դա երկրորդ տարբերակն է։ Ես գոնե երկու այդպիսի ռեժիսորի գիտեմ, որ կարողանում են չասեմ այդպես շատ լավ ստացվում է իրենց։ Այսպես դերասաններ էլ ունենք, որ կարողանում են տարբեր թատրոններում մոնոներկայացումներ կամ փոքրիկ ներկայացումներ անել ու ոնց որ թե հաջողում են։ Իմ տարբերակում դա ընդունելի է եւ ինչպես կյանքը ցույց տվեց, ես էլ սկսեցի անել կոմերցիոն անվանել այդքան էլ տեղին չէ այստեղ, բայց վերջին իմ ներկայացումը, Սև դառը շոկոլադ ներկայացումը մոտավորապես այդպիսի կոնցեպտով էր, հավաքվել են դերասաններ, բոլորին շատ քաչ հայտնի, Արամոն, Լուիզա Ղամբարյանը, պիեսը գրել է Էմմա Պետրոսյանը եւ մենք միամուռ միասին մի ընտանիքի պես ստեղծագործում ենք դրամատիկական թատրոնում։ Դրամատիկական թատրոնի շենքը վարձակալում ենք, դա ռեպերտուարային ներկայացում չէ, ներկայացման բոլոր ծախսերը եւ եկամուտը տնօրինում ենք մենք։ Ցավոք սրտի ծախսերը շատ ավելին են, քան եկամուտը, դրա համար կոմերցիոն այսպես անվանել չեմ կարող։ Այո, կոմերցիա կա, բայց շատ չնչին, շատ փոքր չափով։ Իսկ 1-2-ի մոտ որ հաջողում է, ինչով եք բացատրում, որ կարողանում են այդ կերպ պահել չունենալով թատրոն։ Դահլիճների մեծությամբ եւ ներկայացումների առատությամբ։ Ցավոք սրտի մենք մեկ ներկայացում կարող ենք մեզ թույլ տալ ամսական խաղալ, որովհետև դրամատիկական թատրոնը ունի իր ծրագիրը, իր փորձերը եւ այլն, նա այսպես դժվարանում է մեզ թատրոնը տալ ավելի շատ բեմ, բայց դրան էլ ենք շնորհակալ եւ գոհ, որ հնարավորություն տալիս են մեզ խաղալ։ Սա նշանակում է, որ ազատ չեք, որովհետև կար մի ժամանակաշրջան, երբ որ Սունդուկյանի թատրոնում շատ կոնկրետ ներկայացումներ էիք անում, ավելի ազատ եք, չէ՞, եւ տարածքը տնօրինելու եւ ժամանակը տնօրինելու եւ ընտրելու այն ներկայացումը, ոչ թե հիմա պիտի նայեք որ թե ինչ ներկայացման, հա, կոմերցիոն իմաստով ինչն է շահեկան, ինչը կաշխատի, իսկ այն ժամանակ ինչն է սիրտը հոգին թելադրում կամ գեղագիտական, չգիտեմ, ճաշակը, ինչ է թելադրում եւ ներսս մղումներս միշտ էլ ազատ են եւ երևի թե ես իմ խառնվածքով միշտ առանձնացել եմ, որ ազատ եմ եւ ինչ որ մեկի կողմից ուղղորդվող չեմ եւ ինձ սանձել հնարավոր չէ, իմ բերանը փակել հնարավոր չէ, սևին ասում եմ սև է, սպիտակին ասում եմ սպիտակ է, ելնելով այդ խառնվածքից, այո, ճնշումներ լինում են միշտ եւ ես տուժում եմ իմ ստեղծագործական կյանքը, իմ թատերական գործունեությունը տուժում է, դա հասկանալի է, բայց ունեմ ուրիշ հարթակ, հիմա մոտ ապագայում արդեն պլանավորված է, որ Ռումինիայում պետք է Օթելլո բեմադրեմ, աշխատանքները կսկսեն հոկտեմբերից եւ ավարտին կհասցվեն մյուս տարվա մարտի վերջ, ես կարծում եմ հետարքիր կլինի եւ միգուցե օրերից մի օր այդ ներկայացումը բերեմ Հայաստան։ Մի քիչ հետ գնանք, թեպետ ես այս թեմաներին կարծեմ մի անգամ մենք, չգիտեմ, դուք եք իմ հյուրը, թե ուրիշ հյուր կար Սունդուկյանից, այս թեմաներին ես անդրադարձա, երբ որ հա Վահե Շավերդյանը ձեր հայրը ազատվեց աշխատանքից, այսպես ասած, կամ չգիտեմ, տեղափոխվեց, դրանից հետո ասում էին մի քիչ պարզվեցրեց նրա պաշտոնը, հանվեց բոլոր ժամանակ։
Այո, հետո նորից տեսանք թե ինչ տեղի ունեցավ, մենք հիմա դրա մասին կխոսենք, երբ որ խոսում էինք թե այ ինչու հիմա Սուրենին կհաջողի նորից ներկայացում անել, բեմադրություն անել, թե չի, ասում էին ոնց որ թե խնդիրներ չունի, բայց ոմանք էլ առաջարկեցին թող մյուսների նման գնա տարբեր շրջաններ, բան, այդ հնարավորությունը տրվեց, թե չէ թե դրանք օդի մեջ խոսակցություններ էին։ Կարող է գնալ հեռու շրջաններում կամ այս քաղաքում, այն քաղաքում, ինչպես մյուսները կամ այլ թատրոններում, այսինքն մինչ այդ եղել է բավականին արտոնյալ, հա, պայմաններ, հիմա թող այսպես ասած մյուսների նման մաքարի։ Այդպիսի բան եղել է, այո։ Ես համաձայն եմ, եղել է այդպիսի բան, ինձ ազատություն տրվել է ժամանակին, բայց այնպես չի, որ այդ ազատությունը եւ այդ հնարավորությունը արդարացված չի եղել։ Ասենք այն ամեն ինչ ես արել եմ ինչ որ առումով հետաքրքիր եւ նորովի եւ բազում փառատոնները որտեղ որ մասնակցել եմ, այնտեղ արդեն այդ արտոնությունները չեն գործում, այնտեղ գործում է կոնկրետ ժյուրի, որը քո ներկայացումը կամ ընտրում է կամ ոչ, դու կամ կմասնակցես, եթե ունենաս որակով ներկայացումը կամ ոչ, այդտեղ արդեն չկա։ Դա է պատճառը, որ ես համարում եմ, որ դա արդարացված է, հետո բազում մրցանակները, բազում հաղթանակները, որը որ բերվել է Հայաստան, մեր երկրի դրոշը բարձրացրվել է այս կամ այն փառատոնին եւ ես պարզ երեսով, պարզ ճակատով գլուխս բարձրացրած վերադարձել եմ միշտ Հայաստան եւ այնպես չի, որ հետո գիտեք ինչ ախր ռեժիսուրայով զբաղվողը, թատրոնով զբաղվողը, եթե նա կարողանում է, նա ինչ որ առումով վանական է։ Այսօր թատրոնը եկամտաբեր տեղ չէ եւ շատ երիտասարդներ, որոնք որ փորձում են զբաղվել թատրոնով, փորձում են բարձրացնել թատրոնը, նրանց պետք է բոլորին օգնել։ Շատ չեն երիտասարդ եւ միջին տարիքի ռեժիսորները մեր հանրապետության մեջ շատ չեն, մատերի վրա կարելի է հաշվել։ Փոխարենը շատ են այն ստեղծագործողները, որոնք իրենց ասելիքը վաղուց արդեն ասել են, շատ վաղուց եւ կրկնում են ամեն անգամ իրենց եւ շարունակում են մնալ իրենց աթոռին թատրոնի ղեկավարի դերում կարճած եւ ոչ մի կերպ չեն փորձում ազատվել, այլ հակառակը երբ որ հայտնվում է այս կամ այն մի ռեժիսոր, որը նոր շունչ է բերում, նոր բան է ուզում ասել, մաքսիմալ փորձում են կասեցնել նրա գործունեությունը, որպեսզի իրենք մնան ջրի երեսում։ Այդ նույն թատրոնների տեղը չգիտեն, այդ թատրոնների ղեկավարների տեղը չգիտեն, այնպես չի, որ պարզ չի, որ տարիներ շարունակ նույն գեղագիտությունն է, ձանձրալի է, հետաքրքիր չի, թեպետ մի քանի թատրոններ կասում են, մենք հանդիսատես ունենք, շարունակում ենք գալու, բայց այդ թատրոններն էլ վաղուց չգիտես թե վաղուց արդեն սպառված վիճակում է, բայց տեսեք այդ նույն խնդիրը առաջ եկավ նաև Սունդուկյանի թատրոնի հետ կապված, որ արդեն ձանձրալի է կամ փոփոխության անհրաժեշտություն կա գեղագիտության փոփոխության եւ ասեցին ինչու փորձեցին դիպչել այս թատրոնին եւ ինչու չեն դիպչում մյուս թատրոնների ղեկավարներին, որովհետեւ այստեղ թիմը այսպես ասած պատրաստ էր կամ ուզում էր այդ փոփոխությունը կամ համախոհեր այս դեպքում վերևների հետ եւ գնացին դրան հաջողեց իրենց, իսկ մյուս թատրոններում դա չեն ուզում։ Դե Սունդուկյանի հետ ես արդեն այսօր բարձրաձայն կարող եմ ասել, շատ պարզ էր ամեն ինչ, իսկապես շատ պարզ էր։ Նախ խնդիրը հետևյալն էր, որ մեր նախարարը ինքը չի տիրապետում իրավիճակին եւ ինքը չգիտի իսկապես ինչ է ճաշակով մշակույթ, ինչ է մշակույթ, ինչ է թատրոն, ինքը չգիտի, ցավոք սրտի։ Եվ տարիների ընթացքում նման բաներ նախարարը չի ներում, պարոն Շահորձյան, հիմա որ դուք ասում եք ինչ է կա, թե արդեն ձեզ վաղուց չի ներվե։ Ինձ վաղուց չի ներվե եւ այս նախարարի դեպքում չի էլ ներվի եւ ես չեմ էլ սպասում որ ներվի։ Հիմա նախարարը կարող ասել ես հավերժ եմ, այնպես որ պարոն Շահվերդյան դուք մտածեք։ Դե ինքը հավերժ իր ուսերի վրա ծանրություն է վերցնում Հայաստանի մշակույթը չզարգացնելու եւ հակառակը փչացնելու ինչքան որ կարող է, ինչքան որ կարողացել է եւ շարունակի փչացնել։ Հանրապես այդպիսի ծրագրով մտավ ասելով, որ մենք փոփոխություն ենք ուզում Սունդուկյանի թատրոնում։ Ինչ եղավ, փոփոխություն եղավ։ Հակառակը, ես օրինակ ես շատ ուրախ կլինեի, որ փոփոխություն կլիներ, եթե հոգնել էին այդ գեղագիտությունից եւ չէին ընդունում այդ գեղագիտությունը, ուր է նոր գեղագիտությունը, ցույց տվեք ինձ նոր գեղագիտությունը։ Փնտրում են։
Կարող է 10 տարի, 15 տարի հետո նոր թող շարունակեն փնտրել։ Երբ որ ես գամ նոր շունչ ոչ միայն Սունդուկյան թատրոնում, ընդհանրապես հայ թատրոնում, երբ որ ես գամ նոր շունչ, երբ որ ես գամ, որ երիտասարդներին թողնում են անել ամեն ինչ, երբ որ ես գամ, որ նպաստում են նրանց գործունեությանը, երբ որ ես գամ, որ նոր ուժեր են գալիս եւ հիմնովին կարողանում են վերցնել թատրոնի շունչը, մթնոլորտ իրենց վրա, ես կասեմ այո, ստացվեց փոխել ինչ-որ մի բան, բայց թատրոնը մնում է իր ավանդական կարծրացած, ճահճացած վիճակում, որովհետև մի որոշակի խումբ վերցնում է թատրոնի ղեկավարությունը, կառավարությունը իր վրա, փորձում է թատրոնը տանել այն ուղղությամբ, որպեսզի ինքը իրենք լինեն միայն առաջին պլանում, գլխավոր դերերում եւ այլն եւ զարգացնում է, տանում է միայն այդ կողմով թատրոնը։ Ինքը թատրոնը շատ բարդ մեխանիզմ է։ Ես գոնե, հա, ռեժիսորներին որ ճանաչում եմ, գլխավոր ռեժիսորների մասին կամ գեղարվեստական ղեկավարների, բոլորն ասում են, որ միշտ մշտապես մեր դռները բաց են երիտասարդների համար, եթե ինչ-որ հետաքրքիր բան են բերում, մենք պատրաստական ենք, իսկ հիմա դուք հակառակն եք, հա, պնդում որ այդպիսի բան չկա։ Որ թատրոնի մասին խոսենք, հիմա հիշում եմ, որ ասում եմ, որ մենք նոր ներկայացումներով երիտասարդներին միշտ այսպես պատրաստ։ Սունդուկյան թատրոնին երբ որ ես դիմում եմ, ասում են 2 տարի հետո, որովհետև մոտակա 2 տարին պլանավորված է։ Եվ էլի բազում թատրոնների դուք այնտեղ ազատ բեմ կարելի ասել, թե ձմեռային այգում գոնե այնտեղ մի քանի ներկայացում եմ նայել, այստեղ ոնց որ թե ասեմ, ինչ որ բան չի խանգարում, դեր ներկայացումները պետք է կան, ինչն էր խանգարում, իրականում գնում էր այդ ներկայացումները։ Միանշանակ չէր խանգարում ոչ մի բան, բայց իմ վերջին գրությանը, որ ես ցանկանում եմ կրկին խաղալ աղախինները ձմեռային այգում, ինձ ասացին, որ Տիգրան Գասպարյանը այդպես պատասխանեց, ասաց այն ժամանակ նա էր գլխավոր ռեժիսոր էր, ասաց, որ ձմեռային այգին հիմա արդեն պետք է վերածվի թանգարանի եւ այնտեղ պետք է լինի թանգարան։ Վերածվեց, ես կարծեմ մի քանի ամիս առաջ այնտեղ էի։ Չէ, ոչ մի բան չվերածվեց, բայց հարցը դա չէ, հարցը հետ։ Եվ քանի ամիս ես ներկայացումներ, քանի տարի ես ներկայացումներ այդպես էլ չխաղացի։ Դե 2009-8 թվականից մոտավորապես հետո թե փոփոխությունից հետո գոնե ինչ որ մի շրջան ուտել տվեցին։ Չէ, բացի տրամվայ ցանկությունից մյուս ներկայացումները ինչպես է որ տրամվայ ցանկություն ներկայացումը խաղում են, իսկ մնացած ներկայացումները չեն խաղում, տրամվայ ցանկությունը բեմի վրա է, չէ՞, բեմի կիսած էլի հետաքրքիր մտահղացում է։ Այդտեղ երկու պատճառ կա, նախ ես բազմիցս ասել եմ, որ այդ տրամվայ ցանկությունը իմ դիպլոմային աշխատանքն է եւ դա լիովին իմ ներկայացումը չէ, դա այդ ներկայացումը ուներ գեղարվեստական ղեկավարը իմ հայրն էր այդ ներկայացման, դա պատճառներից մեկն է, որ դա համարում են ոչ այդքան։ Վահե Շավերդյանին այնուամենայնիվ չեն դիպչում, իր ներկայացումները շարունակում են, բայց այդպես չի որ չեն դիպչում, բայց այնտեղ երկրորդ ավելի գլխավոր պատճառ կա, դա Նելի Խերանյանի ներկայացումն է այդ ներկայացման մեջ եւ գախնիկ չէ որ Ջանիբեկյանն է, Ներլին է։ Դե առաջինը պատճառը հիմնական պատճառը Դանելի Խերանյանն է, որովհետեւ նրան դիպչել չեն կարող եւ որքան որ նա ցանկանա այդ ներկայացումը կխաղացվի այդ թատրոնում։ Իդեպ ներկայացումը փոփոխությունների կարիք ունի, որովհետեւ 16 տարի արդեն խաղացվում է եւ ոչինչ մինչև այսօր չի փոխվել։ Կայքել թույլ չեն տալի, որ դուք մոտենաք եւ ներկայացումը։ Համարում են, որ ամեն ինչ նորմալ է, բայց նորմալ չի կարող լինել, որովհետեւ որպես հա ռեժիսոր կարող է ասել, որ պետք է ներկայացման հետ անդադ աշխատել։ Ես որպես ռեժիսոր որոշում եմ կայացրել նոր տրամվայ ցանկություն բեմադրել ուրիշ թատրոնում ուրիշ դերակատարների հետ։ Վահե Շավերդյանը կարելի ասել ընդհանրապես չխոսեց։ Նախ մեկնեց Ամերիկա, հետո վերադարձավ 1-2 շատ կարճ անդրադարձավ այդ ամենին, հետո չէր խոսում ընդհանրապես այդ թեմայի մասին, բայց դուք շատ ավելի ակտիվ եք։ Նախ ինչու եք վերցրել այդ ամենը ձեր վրա եւ մի քիչ այլ ժամանակագրական առումով եկեք անդրադառնանք, թե ինչ տեղի ունեցավ Սունդուկյանի թատրոնում։ Վահե Շավերդյանը շատ հմուտ է եւ ամուր, ինչը Իսկ ձեր նյարդերը տեղի էին տալիս։ Գիտեք ինչ, երբ որ դու իսկապես տեսնում ես, որ ստորություն է տեղի ունենում եւ ամենամտերիմ մարդիկ, որոնք որ ինչ որ մի մարդու բարձրացնում են եւ բարձրանում են իրեն հետ միասին եւ մի պահ
որոշակի փոփոխություն տեղի ունեցավ եւ սկսեցին մեջքից հարվածել, դա բարդ իրավիճակ է եւ չես կարող դրան դուք չեք ընդունում, որ հնարավոր է մարդիկ ուղղակի հոգնել էին այդ գեղագիտությունից, մարդիկ ուղղակի, այսինքն փոփոխության կարիք ունեն հենց նույն այդ դերասանները։ Մարդիկ չէին հոգնել, մարդիկ ընդամենը հասկացան, որ Հասմիկ Պողոսյանի հետ շատ մտերիմ է Արմեն Մազմանյանը եւ նա փորձում է ամեն ինչ խառնել, հասնել իր նպատակին եւ իրականում Արմեն Մազմանյանին հաջողեց հասնել նպատակին, առաջի փուլին նպատակի, երկրորդ փուլին չհաջողվեց եւ միգուցե չգիտեմ։ Դա հիմա շատ պարզ է եւ ակնհայտ ինչ է տեղի ունեցել։ Ես ոչինչ չեմ կարող այսօր ասել Արմեն Էլբակյանի մասին, որովհետեւ նա նոր է սկսել ղեկավարել թատրոնը եւ հիմա համենայն դեպս ես ոչինչ չեմ տեսել եւ լավ է որ գեղարվեստական ղեկավար է նշանակված, որովհետեւ նրա լիազորությունները ել ավելի Արմեն Էլբակյանի գալով ինչ որ բան փոխվի եւ ասենք դուք հնարավորություն ունենաք այդտեղ ինչ որ բան բեմադրելու։ Մոտ ապագայում ես պատրաստվում եմ դիմնել Արմեն Էլբակյանին, կներկայացնեմ գեղխորհուրդ որոշակի եւս մեկ անգամ հիմա ասում եք որ նախարարը մեր մշակույթը այսպես ասած չգիտեմ ինչ է արել նախարարը այսպես ինչ որ բաներ եք ասում հիմա մտածում եք sense ազատ հա եւ պետք է գեղարվեստական ղեկավարն էլ որոշի ասի այո Արշավերդյան ախր գիտես ինչ ախր չկան այդ ռեժիսորները ախր 5-6 հոգի են այդ երիտասարդ ռեժիսորները որոնց պետք է թույլ տալ անել ամեն ինչ որպեսզի այս թատրոնի շունչը այս թատրոնի տեմպո ռիթմը եւ երիտասարդ ռեժիսորը կամ այն ռեժիսորը պետք է իր տեղն իմանա, չէ, այսպես ասած ճակերտավոր եւ այսպես հիմա հրապարակային ողջ հանրությունը լսելու է, թե դուք ինչ քննադատության եք ենթարկում, եք մեր մշակութային քաղաքականությունը, ողջ կամ թատրոնի։ Քննադատելով պետք է առողջացնել։ Եթե մարդուն հարց չտաս, ինքը չի պատասխանել, եթե պահանջ դիմաց չդնես, ինքը չի կատարել։ Բայց ժամանակը ինձ ցույց տվեց, այ երբ որ դուք այսպես քննադատում եք, ձեզ ցույց տվեցին անկյունը եւ ասեցին Հասմիկ Սիպանովնան մի անգամ շատ པարզ ինձ ասեց, հա, մամուլում դրա մասին բազմից խոսել եմ, ասում եմ Հասմիկ Սիպանովնա 28 թե 27 նամակ եմ ձեզ ուղարկի արդեն բոլորը բացասական պատասխանով են։ Կարծեմ հիմնականում հյուրախաղերի մեկնելուց որ հյուրախաղություն աջակցություն ցույց եւ այդ չէ եւ ներկայացում բեմադրելու խնդրանքով եւ այլն, չգիտես ինչու խնդիրը հասնում էր արդեն որ նրան ենք դիմում։ Շատ բարձ ասեց какой привет, такой ответ, այսինքն ոնց որ դու ինձ վերաբերում ես, այնպես էլ ես քեզ պատասխանում եմ։ Նախարարը մի փոքր հասկանա թատրոնից ներկայացումներից։ Շատ չեք պարոն։ Չէ, խիստ չէ, իրականում խիստ չէ։ Ուզում եք մի հատ ռեպլիկ ասեմ, իմ ներկայացումը նայելուց հետո նախարարի, շատ անկեղծ եմ։ Մեր ծնողների նևրոզների ներկայացումից հետո նախարարը 2 ժամ նստեց ներկայացումից հետո մոտարապես ժամուկես քննարկում տեղի ունեցավ եւ նախարար դուրս գալուց մի քանի մետրի վրա կանգնած էր Արմեն Էլբակյանը այնտեղից գոռաց Արմեն հիմա ես չհասկացա այս ներկայացումը լավ ներկայացում էր թե վատ Դե կարծիք է երևի ուզել լսել ասենք կարծիք մոտարապես 2 ժամ քննարկում էր տեղի ունենում ներկայացման Չէ, ես համոզված եմ, որ նա չգիտի ինչ բան է ճշմարիտ արվեստ, չգիտի ուր է հասել այսօր թատրոնը, համաշխարհային թատրոնը եւ չգիտի ինչպես զարգացնի հայ թատրոնը։ Եւ ցավալի է, որ կողքը չունի մարդիկ, ովքեր որ կարող են հուշել եւ Ես դա պիտի ասեմ, որտեղ կան միայն դրանով չի սահմանափակում, կան տեղականներ, կան բաժնի պետեր, կան խորհրդականներ եւ այլն, այսպես ամբողջ մի քանի համակարգ է, հա, գործում։ Կարծեմ այդ փուլում էր նաեւ գեղարվեստական, ինչ էր, գեղարվեստական խումբ էր, ղեկավարություն, խորհուրդ էր գործում Սունդուկյանը, այդտեղ պատահական մարդիկ չէին, թատրոնի մարդիկ էին հիմնականում, հիմա ասենք տրված էր այդ հանձնարարությունը դերակատարում իրենց կարող է չէ։ Դե գնահատական է այսպես, հա, եզրակացությունը մենք եզրակացնենք այսպես, եթե հայ թատրոնը չի զարգանում եւ դոփում է տեղը, եթե ներկայացումները հետաքրքիր չեն, նմանատիպ եւ եթե թատրոն հանդիսատես չի գալիս եւ թատրոնը այսպես վերել չի ապրում։ Բայց պատճառներ են, չէ՞, բերում, որ հասարակարգում, որ հասարակության մեջ է թատրոնը վերելք ապրում, թատրոնները սովորաբար ունենում են վերելքի տարիներ, հետո անկում, թատրոնը համահունչ է գնում հասարակական, այսպես ասած, ռիթմին, իսկ մեր իրականությունը մի քիչ այլ ռիթմով է գնում, այսինքն այսպիսի բազմաթիվ դա թույլ եւ հիմար արդարացումներ են։
դա շատ пассив եւ դա ինքը իրեն արդարացնելու այսպես բազում բաներ կարելի ասել, հա, այդպես կարելի ասել մեր պետության մեջ ինչն է զարգանում կամ ինչն է վերել կապում։ Մոտավորապես այդպես է, այսինքն չի կարող ներեցի հասարակություն եւ ունենալ վերել կապրող թատրոն։ Չէ, պետք է թատրոնը վստահել այն մարդկանց, ովքեր որ թատրոնը կարող են։ Հատկապես որ թատրոնը վաղուց արդեն եկել է հրապարակ, չէ, արդեն ամեն ինչ շատ բաց է, ազատ է եւ այլևս թատրոնը հետաքրքիր։ Հիմա դու տես մեր քաղաքական կյանքում ինչ է կատարվում։ Արի միասին գնանք Բաղրամյան, միասին էլ չգրանք, դու կարծեմ ամեն օր Բաղրամյան փողոցում ես։ Հիմա դու տես այնտեղ մի հատ մեր քաղաքական գործիչներին նայում էր, դերասաններին, արեցես մի ամբողջ թատերական ինչ հրաշք բան է։ Հիմա ես ոչ թե կգամ ասենք քո թատրոնը թամաշա անելու, մի անգամից ուղիղ եթերը միացնում կամ գալիս եմ այնտեղ թամաշա։ Ցավալ է, որ այո, թատրոնում պրոֆեսիոնալներ չկան, դերասանները պակասել են եւ մյուս դաշտում ավելի հմուտ դերասաններ։ Իդեպ ես դրան անդրադառնալու եմ, չէ, հիմա էլ երևի արժե որ այդ հարցը հնչեցնեմ, կա այդպես բան հետաքրքիր էս կոլորիտային թատերական ընդունակություններով առանձնացող պաշտոնյաներ, բան, որտեղ հատկապես 1, 2, 3-ի մասին այդպես շատ են խոսում, ասում են ընդգծված թատերական հատկություններով օժտված անձիկ են։ Դա այդպես չի կարելի անվանել, այո, կան, ուղղակի նրանք վառ անհատականություններ են, ում մասին որ ասվում է, այո, ես էլ եմ տեսնում։ Մենք իմացանք, հիմա հասկացանք ում մասին ենք խոսում։ Այո, Ես ամենայն դեպս հասկացա ում մասին է խոսքը, նրանք վառ անհատականություններ են եւ դա կարեւոր է իդեպ միշտ համաշխարհային պատմության մեջ ղեկավարները ունեցել են լավ արտիստիկ կեցվածք եւ ունեցել են տիրապետել են այնուամենայնիվ ժեստիկուլյացիային եւ համոզելու այսպես վստահություն շնչելու բոլոր տեխնիկաներին գաղտնիք չէ որ Հիտլերը ժամերով հայելու առաջ փորձել է բոլոր քաղաքական գործիչ հիմա անդիմադիր, դաշտում է որ հայելու առաջ այդպես երկար ասում են կանգնում էր ինքը իրեն խոսում էր, մենակ խոսում էր Այսինքն չեմ տեսնում ընդդիմության մեջ այդպիսի անհատականություն։ Իրականում եղել է դա հայտնի բան է, որ հայլու մեջ օրվա մեջ մեկ Հիտլերին նմանվել։ Ոչ, հայլու մեջ ինքը 1-2 ժամ ուղղակի իր ելույթները, իր խոսքը, ժեստիկուլյացիան ճշտել է հայլու հետ, հետո նոր կարծում եմ որ դա շատ ճիշտ է եւ դա պիտանի բան է։ Ում է պետք այն պաշտոնյան այն անձնավորությունը ղեկավարության մեջ, որ չի կարողանում բառացիորեն վարժ կարդալ կամ կարդալ այնպես, որպեսզի միտքը հասնի հանրությանը եւ հանրությունը հասկանա, այսինքն կարդում է այնպես, որ ինքն է չի հասկանում, կամ ամբիոնից ազգային ժողովի խոսումը չես հասկանում ինչպես է խոսում։ Վերջին օրերին կարծեմ մի քանի ձայնագրություններ կար, որ ողջ հանրության տես լավ բան լավ են չնայած իմաստով լավ էներգիա տվեց էլի մեր հանրությանը։ Ես շատ լավ եմ վերաբերում եւ ես կարծում եմ որ ավելի լավ է այդպես, քան թե այն ինչ ունենք։ Լավ, հիմա ուզում եմ Բաղրամյան այն ինչ որ տեղի ունենում Բաղրամյան փողոցին դրան անդրադառնալ։ Իդեպ Սունդուկյան թատրոնից, Սունդուկյանի անվան թատրոնից խոսեցինք, այնտեղից դերասաններ կան, որ բավականին խիստ այսպես քննադատական բաներ հնչեցրեցին։ Հիմա տեսեք, դուք քննադատում եք մշակույթի նախարարին եւ այդպես 7-8 տարի թե ավելին զրկվեցիք որևէ տեղ ներկայացում անել, գոնե պետպատվերով, հա, այդպես պետպատվերով ներկայացում չկա եւ կարծեմ չեն աջակցում որ գնաք հյուրախաղերի։ Ինչու այդպես ձեզ չի ներվում, բայց ոմանց դա ներվում է եւ բավականին այսպես խիստ քննադատական բաներ են։ Ով է այդպեսի սուր արտահայտություն եւ քննադատական բան։ Ես գոնե վերնագրեր տեսա, որ թքել են իշխանության վրա, չգիտեմ, այսպեսի ինչ որ բաներ արտահայտություններ, կարծեմ հենց Սունդուկյանի թատրոնից էր Տիգրան Ներսիսյանը։ Ես կարծում եմ այդ մարդկանց կոչումն է բավականին ժամանակ ուշանում եւ նրանք պայքարում են իրենց կոչման համար։ Այսպեսի արտահայտություն անելուց հետո ընդհանրապես կարող է զրկվեն կոչում ստանալուց։ Բայց չէ։ Ինչ կոչվում է ժողովրդականի մասին է խոսքը։ Միգուցե, այո, ասենք նույն այդ արտահայտությունից հետո բոլոր կայքերում ամբողջ ինտերնետը ողողված էր այն նկարով, որտեղ նա ամփոփանին բռնել եւ այսպես քայլում էր առաջ։ Եվ ժողովուրդը չհավատաց այդ արտահայտությանը եւ բոլորը բացասական էին համենայն դեպս։ Դե չհավատալը մի բան է, չներելը մի բան, հիմա ես ուզում եմ աշխարհը հասկանալ, թե այսպեսի, այսինքն համենայն դեպս ես նրան Բաղրամյան փողոցում չեմ տեսնում մասին, որ խոսում եք։ Գուցե Երևանում չի։ Երբեք։ Չգիտեմ։
միգուցե Երևանում չէ, բայց Սունդուկյան թատրոնից երիտասարդներ կային, որ Բաղրամյան փողոցում էին։ Գնացողները նաև հենց այդ խնդիրն էր առաջնային, որ շատ երիտասարդներ էին եկել թատրոն եւ ուժեղ երիտասարդներ էին եկել եւ փորձում էին արդեն գրավել տեղեր, որոնք որ զբաղված էին, այսինքն որոշ ժամանակ հետո որոշ դերասաններ վստահաբար անցնելու են երկրորդ, երրորդ, չորրորդ գիծ եւ այդ վտանգը զգացվում էր եւ նրանք էլ են պատճառ եղել, որ այսպիսի փոփոխությունները։ Այսինքն բոլոր թատրոններում է այդպես, երբ որ այն հիմնական կորիզը, որը երկար այնտեղ նստել է եւ ինտրիգների շուրջ հավաքվում է եւ դերեր բաժանում, այսա դուք խաղաս, սա դուք խաղաս, սա նա կխաղա, երեք էս ռեժիսորին թույլ տանք այս ներկայացումը բեմադրվի, միշտ այսպիսի իրավիճակում այսպես է լինում։ Մի անգամ հաղորդաշար էր ռուսական հեռուստաալիքով, որ Ալլա Պուգաչովան, հա, պրիման իրենց, թե ինչպես է մի շարք երաժիշտների, այսպես ասած, շարքից դուրս անել եւ որոշել է, որ վերջ պետք է այլևս չի երգի կամ բոլոր դռները ինչպես իսկ ինքը կարող է իրեն էլ թույլ տալ փակել եւ իրենք այսպես ասած ասպարեզից դուրս են մնացել։ Բայց այդ հաղորդաշարի ժամանակ Ալեգրովան եւ հայտնիներից ոմանք, որոնք հիմա ասպարեզում են եւ այդպես էլ Ալլա Պուգաչովային չի հաջողել դա անել, ակնարկեցին, որ իրենց նկատմամբ էլ է դա եղել։ Եվ գիտեք հետաքրքիրն ինչ է, այստեղ ամենակարևորն ինչ է, մեծ հաշվով տաղանդավոր մարդը տաղանդը հենց նրանով է տաղանդ կամ հենց նրանով է ինքը հետաքրքիր կամ առանձնանում, որ այ անկախ ամեն ինչից այս դռները կփակվեն, այդ կկոտրի եւ կկարողանա դուրս գալ։ Էն էլ հիմա որ այսքան բաց աշխարհ է, այսինքն դու կարող ես ազատ բեմեր կամ բեմադրել, դու ազատ կարող ես, այ դուք ասացիք տարբեր տեղեր գնալ, այսինքն այսօր մի քիչ տրտնջալ ասել, որ SSS անում է, փակում են, մի քիչ չաշխատող, էլի սովետական միությունը չի։ Միանգամից հարցը ինձ համար պարզ է, բայց Անժելա գոյություն ունի հանրամատչելի արվեստ եւ բարձր արվեստ։ Այո, հանրամատչելի արվեստը շիրպարտրебное искусство всегда падает голову միշտ, այսինքն Ալեգրովան եւ Ալեգրովայի նմանները, որոնք որ հանրամատչելի են եւ ֆաստ ֆուդ են եւ այլն, իրանք միանշանակ առաջ գնալու են։ Իսկ դուք կարծում եք, որ եթե բարձր արվեստ լինի, չեն գտնի, չեն տեսնի։ Ոչ, բարձր արվեստը 15 թվականին Եվրոպան հասկացավ, որ Կոմիտասը բարձր արժեք է ստեղծում եւ եկան ու այսինքն միշտ արժեք ստեղծողի տեղը իրենք գտնում են, իրենք շատ լավ իմանում են։ Այո, այդպես է, բայց բարձր արվեստ ստեղծելու համար արթհաուսային ներկայացում, արվեստ, թատրոն, կինո ստեղծելու համար կարող է ունենալ քիչ է հանդիսատես, կարող է, հա, դրանք քչերը հետաքրքրեն։ Իհարկե կարող է ապրուստի միջոց չլինել, բայց այնուամենայնիվ այնպես չի, եթե ասելիքը մեծ հաշվով կա ստեղծագործող մարդու մեջ, ասելիքը այն 20 հոգուն, 50 հոգուն, որ պետք է հասցնի, սա կինո աշխարհ չէ, ինչ որ իմաստով որ դուք ես գումար է պետք, տեխնիկա է պետք եւ այլն։ Հնարավոր է, այսինքն հնարավոր է։ Ամեն ինչը պետք է, բայց այո, այսինքն ես կուզենայի, որ դուք ավելի շատ այդ բաները, որ ես փորձում եմ, հնարավոր է։ Ես համաձայն եմ, որ այդպես է եւ այդպես է կլինի, այնպես չի, որ ես ձեռքերս ծալած նստած եմ, ես բեմադրում եմ այստեղ, բեմադրում եմ այնտեղ եւ փորձելու եմ բեմադրել, այնպես չի, որ ես այսպես նստել եմ ու ասում եմ բոլոր դռները։ Դուք ասեցիք, որ հիմա ուրիշ երկու պիտի բեմադրեք կամ ասենք հյուրախաղերի, Այո, հենց այդպես է կա, ես վստահ եմ պարապ չեմ մնա մոտ ապագայում, ուղղակի ցավալի է, որ կարելի է մեծ պրոյեկտներ անել, մասշտաբային պրոյեկտներ եւ բարձրացնել թատրոնը, բայց համարձակ խոսում եք ղեկավարության մասին, բայց դուք հեռուստահաղորդում ունեք, հետաքրքիր է, այսինքն փորձ չի արվում այդ հեռուստահաղորդման վրա լազել, հատկապես որ բոլորը գիտեն, որ ինչ որ իմաստով այդ միջոցներով եք դուք ապրում։ Փորձ չի արվում հեռուստահաղորդմանը խոչընդոտել, բայց հաղորդումը ինչ որ գրաքննադատության ենթարկվում է եւ հետո եթեր տրվում, ինչը կարծում եմ նորմալ է։ Բաներ կան, որ այո, միգուցե պետք է շտկել նոր եթեր տալ։ Չէ, հաղորդումը ինքը բավականին երկար, շատ կայուն գոյատևում է եւ հանրության կողմից սիրված է, որքան էլ որ զարմանալի չէ, եւ ինքը գոյատևում է, չէ։ Հաղորդման հետ ոչ մի զարմանալի չէ։ Հայրը սիրում են մտնել բնակարան, կյանք, տեսնել թե ինչ կա այնտեղ, ինչ է կատարվում։ 10 այսինքն դեր է զարմացում, թե ինչի այդպեսի մեծ հետաքրքրություն կա մարդկանց ինչ որ իմաստով անձնական կյանք մտնել նշանակում է։
Պատճառը երևի հետևյալն է, որ հաղորդումը չի խոչընդոտվում եւ գոյատևում է, որ պահին որտեղից որ խոչընդոտվի, մյուստեղ այդ հաղորդումը կրկին կծնվի եւ այնուամենայնիվ կա ինտերնետի անսպառ տարածություն, որտեղ դու կարող ես լինել եւ լինել ուրիշ կերպ, բայց ամեն միտեղ թատրոնի շենք չկա եւ կոլեկտիվ արվեստ է թատրոնը, շատ բարդ արվեստ է։ Չէին սպասում, այսպես բոլորի բնակարանները տներով անցնում եք, առաջարկեցինք, որ ձեր տուն գաք, ասեցիք ոչ, ինչու։ Այդ ինչու կարող եք, ով գիտի, ես իմ քանի 100 տուն եք մտել դուրս եկել բնակարան, քանիս հազարով գիտի։ Որոշումը հետևյալն է հաղորդման, վերջին հաղորդումը կլինի մեր տանը եւ ես կներկայացնեմ մեր տունը, դրա մասին միշտ խոսել ենք։ Ես կարծում եմ, թե այդպես չէ, դռները հստակ փակ է, որտեղ բոլոր դռները փորձում եք ձեր համար բացել, բայց ասեցիք, որ ապրում եք հայրական տան, ինչ էլ վատ չէ, բայց տխուր ասեցիք, ես բնակարան չունեմ, թեպետ ասեցիք, ձեր հայրը շատ հաճախ հայտարարում է, որ ձեզ վռնդելու է բնակարանից։ Չէ, այդպեսի բան չկա, կատակում են, հա։ Այո, բայց ապրում եմ հայրական տանը, որտեղ շատ հաճախ հայրս էլ է լինում, երբ որ լինում է Երևանում, որովհետև նա գրեթե տարվա կեսը Միացյալ Նահանգներում է, Վանաձորում է, այլ քաղաքում է բեմադրում, ի տարբերություն ինձ նրա համար թատրոնը եւ ներկայացումը առաջնայինն է, նա չի կարող ապրել առանց ներկայացման եւ ես ուղղակի ապշում եմ եւ նախանձով եմ լցվում, որ նա տարեկան 3-4-5 ներկայացում կարող է ստեղծել եւ կարեւոր չէ որ քաղաքում, որտեղ միայն թե այդ ներկայացումը ստեղծի։ Ես չեմ կարող։ Նրա մեջ յուրահատուկ տաղանդ եւ ջիղ կա, տխուր, ամենաանհետաքրքիր խմբի հետ աշխատել, բարձրացնել, նրանց սարքել մարդ, լավ դերասաններ։ Ես այդպիսի նյարդեր չունեմ։ Ես եթե դերասանը անտաղանդ է եւ կամ դերասանը չի կարողանալու կատարել իմ խնդիրները, ես նրա հետ չեմ կարողանում աշխատել։ Իսկ հայրս լրիվ հակառակն է, ամենաանտաղանդից եւ ամենաապաշնորից կարծում եմ։ Դրա համար ինքը միշտ այդպես ներկայացումներ կարողանում է ստեղծել ինչ-որ մի բան, կարողանում է բավարարվել, կարողանում է հետարքիր ներկայացումներ ծնվել։ Դա յուրահատուկ տաղանդ է, ես այդպիսի տաղանդ եւ ունակություններ չունեմ, ես սիրում եմ ավելի ուրիշ պայմաններում ստեղծագործել եւ ես ինքս իմ նկատմամբ շատ խիստ եմ, ես չեմ կարող ամիսներ շարունակ դերասան բարձրացնել, դերասան ստեղծել, դերասանին դերասան սարքել։ Ինչը նա արեց իդեպ Սունդուկյան թատրոնում, այսօրվա այնտեղի կորիզը երևի համենայն դեպս նրանք իրենց մեջ գիտեն, որ իրենց դերասան սարքել է Շավերդյանը, շատերին։ Լավ, ես ուզում եմ մերօրյա խնդիրներին գալ, ձեր գնահատականը ինչ որ տեղի ունենում Բաղրամյան փողոցում, գիտեմ, որ բավականին ոգևորված եք, եթե ամեն օր այնտեղ եք լինում, հիմա արդեն շատ ստվար, գրեթե չկան, թեպետ էսա, ինչ որ համերգներ բան է նախատեսում, մի տեսակ փորձ է արվում նոր շունչ տալ, այսինքն բավարարվել է այդ ամեն ինչը, թե չէ։ Ես կարծում եմ մարդիկ սպասում են ինչ զարգացումներ կլինեն մոտ ապագայում, որովհետև նախագահի ելույթից հետո այո, ինչ որ առումով մի փոքր թուլացավ այդ ամենը, բայց բոլորը սպասում են այդ աուդիտին եւ ես գիտեմ, որ մեծ հաշվով այդ աուդիտը ոչինչ բան չի տալու, որովհետեւ եթե խնդիրը փնտրեն այդ 7 դրամի մեջ, միգուցե եւ կարողանան արդարացնել, բայց եթե խնդիրը փնտրեն ուրիշ տեղ, թե որտեղ են գողանում, որտեղ է գողացվում, ես կարծում եմ շատ ու շատ մեծ բաներ կբացվեն եւ ով ում է վաճառում այդ էլեկտրաէներգիան այդ արանքում ով ինչքան եկամուտ է կարողանում ձեռք բերել ես վստահ եմ որ Հայաստանում թե էլեկտրաէներգիայի հետ կապված թե գազի սակագնի հետ կապված այստեղ լուրջ գողություն է կատարվում դա ակնհայտ է այսինքն ինչ որ հիմա հայտարարվում է աուդիտը հիմա ինչ որ գումարների մասին է խոսում որ պետք է արտոնյալ վարկեր տրամադրեն սա չեք համարում հաջողություն իրականում եւ իրականում համոզված եք որ եթե համարում եք հաջողություն այսինքն իրականում այս շարժումներ էս երիտասարդներն են ասում են որ շատերը ուրախանում են այդ վարկերի համար եւ այլն բայց ես առանձնապես չեմ ուրախանում որ Հայաստանը կրկին վարկ է վերցնում ինչ որ մի բանի համար այդ վարկը արտոնյալ վարկի մասին է լավ եկեք սա մի տեսակ տնտեսական բան ինչ որ տիրույթ է ես չէի ուզենա ռեժիսորի գնահատել ինձ ընդհանրապես հետաքրքիր է ռեժիսորի այդ բնազդային ներքին զգացողությունները
Առաջին իսկ օրվանից դուք հավատացիք այդ ողջ այդ պայքարի բան անկեղծության։ Ես ուզում եմ հերթով գնահատեք նաև իշխանության պահվածքը, երիտասարդների պահվածքը, հետո քաղաքական գործիչների մուտքը, հետո վախը, սարսափը, որ մի քաղաքականացնեք։ Իրականում չէ, ինչ է պատահել հիմա, քաղաքացիական մեծ հաշվով մեծ հաշվով նույն նպատակին են գնում։ Շատ լավ, ես հավատում եմ ինքս ինձ։ Ես հավատում եմ, որ այսպես Այսինքն եթե անգամ այնտեղ ոմանք ինչ որ ծրագրով էին եկել, դա ձեզ չի հուզում։ Դա ինձ եւ շատերին չի հուզում։ Նրանք մտածում են մեր ապագայի մասին եւ ես հավատում եմ, որ եթե շատերը пассив չլինեն եւ չասեն, որ սա մեր խնդիրը չէ, թող ոմանք այնտեղ լուծեն, դե կլուծեն լավ չէ։ Սա բոլորի խնդիրն է։ Եվ ես ինքս ինձ հավատում եմ, երբ որ գնում եմ այնտեղ, ես հավատում եմ, որ ես ուժ եմ եւ իմ նման 800,000 ենք մնացել, թե մի փոքր ավելի քիչ Հայաստանում նույնպես ուժ են։ Եթե բոլորը հավատան իրենց եւ դեմ գնան այս համակարգին, այս համատարած թալանին, այս համատարած տխուր վիճակին, որ մարդը երկու ելք ունի, կամ մեկնում է այստեղից, վաճառում է ամեն ինչ, կամ մնում է հարմարվում է։ Ես այդ տեսակը չեմ ընդունում։ Դուք վստահ եք, որ այս շարժումը որ սկսեց, այսինքն իշխանությունը սրանից դասեր քաղեց, որ ժողովուրդը կարող է դուրս գալ, երիտասարդությունը կարող է դուրս գալ, թե մեծ հաշվով այս ամեն ինչը ի սկզբանե վերահսկվում էր, շատ գեղեցիկ էր, դուք ինչ տեսակ այս ամեն ինչի տակ։ Չգիտեմ վերահսկվում էր թե ոչ, բայց իրականում ցանկացած եթե միգուցե վերահսկվում էր, եթե իշխանությունը խելացի է եւ խելոք, իհարկե դասեր կքաղի, որովհետեւ անգամ եթե այս ամեն ինչը վերահսկվում է, անգամ այդ պարագայից հետաքրքիր է Սուրեն, անգամ այդ պարագայից ինչքան ուզում է վերահսկել, վերահսկվի եւ վերահսկեն այս ամենը, կարող է գալ մի պահ, որ լինի այնպիսի մեծ քանակությամբ ամբողջ է մարդիկ, որոնք որ դեմ են, դե ախր ակնհայտ է, որ այսպես այլևս չի կարելի։ Ակնհայտ է բոլորի մոտ, բոլորի այն ոստիկանները, որտեղ այնտեղ պահում են, պատի այն կողմից, նրանք էլ են դեմ այս ամեն ինչի։ Դե մենք հիմա միասին կարող ենք հիշել, թե ինչքան այդպիսի պահեր է եղել, որ ասեն ենք ակնհայտ է, որ սրանից հետո այլևս անհնար է, ակնհայտ է, այլևս անհնար է։ Դրանից հետո ինչ որ բան կյանքը շարունակվել է, լավ, վատ, ծուռ, ուղիղ, չգիտեմ ինչ կեր, ճամփրուկային, այսպես ասած։ Հիմա եկել է մի երիտասարդություն, որը անհանդուրժող է, որը որ ռոք է լսում, որը որ ուրիշ է, որը որ ինֆորմացիա ունի դրսից, որը որ հասկանում է, որ ինքն է տերը իսկապես եւ կարող է լինել տերը, եթե մի փոքր ավելի զգոն լինի, մի փոքր ավելի ագրեսիվ լինի, լավատես եմ բոլոր առումներով եւ բոլոր բնակավարերում, թե թատրոնում, թե կյանքում։ Ես միշտ լույսը տեսնում եմ մութ թունելի եզրում եւ եթե չտեսնես, դու չես շարունակի ապրել եւ ստեղծագործել եւ ընդհանրապես գոյատևել։ Ասենք, որ այո, հավատում ենք եւ ասենք, որ կարող ենք փոխել, որպեսզի ինչ-որ մի բան փոխենք։ Հիմա արդեն իսկ ինչ-որ բան փոխվել է այս ամեն ինչից հետո։ Այո, ես կարծում եմ, որ փոխվել է։ Մեր մտածողության մեջ, չգիտեմ, մեր մոտեցման մեջ ինչ-որ բան, դուք վստահ եք, որ ինչ-որ բան փոխվեց։ Այո, երբ որ փորձեցին ժողովրդի մեջ կջարդել, երբ որ փորձեցին ագրեսիա դրսևորել, հասկացան, որ դա այլևս կիրառելի չէ մեր հասարակության մեջ։ Եթե մարտի 1-ից ոմանք վախեցան, ոմանք այլևս փողոց դուրս չեն գա, հիմա եկել է մի սերունդ եւ մի հասարակություն, որ նրան ջրցանով չես վախեցնի եւ նույնիսկ փամփուշտով չես վախեցնի։ Հիմա տեսեք արդեն ինչ որ Փարիզ կա, այդ աղբակողները այնտեղ են, բայց շատ քիչ են երիտասարդները, հատկապես ցերեկը բան, փորձ չի արվում բացելու, դա ինչով եք պայմանավորում։ Ինձ թվում է հնարավոր է որ մենք այս վախ եք տեսնում։ Ինձ թվում է վախով, թե մենք մեծ հաշվով միասնական ենք եւ երիտասարդները եւ քաղաքական եւ իշխանություն, մենք այսօր գերխնդիր ենք լուծում եւ ասում ենք թող աղբարկողները մնան։ Ինձ թվում է այսպեսի հանդարտ իրավիճակը ձեռք է տալիս մեր իշխանությանը։ Նա միգուցե եթե ինչ որ մի քայլ արվի, շատ ավելի լուրջ
իրադարձություններ լինեն եւ դա է պատճառը, որ ավելի լավ է ժամանակավոր այսպես հանդարտ լինի եւ ոչինչ չնախաձեռնենք, այո, ամեն ինչ հանդարտ է, նրանք առաջ չեն գնում։ Բայց այդ հանդարտությամբ շատ լավ նվազեց, չէ՞։ Հիմա դուք ասում եք, չէ, մենք չենք հասել։ Ոմանք գնահատում են, որ հա աուդիտը կա, վարկը գալի եւ էսա, ինչ որ արդյունքների հասել ենք եւ թերևս ամենակարևոր բանը, որ ստիմուլ էր, որտեվ հավատացին, որ մենք ինչ որ բան կարող ենք փոխել, ինչը ամենագլխավորն է, հա, որ մեր հավատաուժերից, այսպես ասած, առաջին անգամ վստահիր ինքդ քեզ աշխատեց, էլի, այս տարբերակը։ Կսպասենք, կտեսնենք, ինչ որ բան կփոխվի, կփորձենք փոխել մի ուրիշ բան։ Լավ, իսկ եթե չփոխվի, գլոբալ շատ բաներ կփոխվեն։ Ես հավատում եմ եւ վստահում եմ։ Հավատում եք այն դերասաններին, ձեր գործընկերներից ոմանք, որ առաջին իսկ օրից այսպես սրտակեղեկ բան պայքարի մեջ էին։ Ես գոնե 1-2-ին հստակ կասկած ունեմ, հիմա եթերում էլ կարող եմ ասել, որ չեմ հավատում իրենց։ Ոչ անկեղծությանը, ոչ այդ պայքարի այդպես ներքին ազնվությանը, ոչ չգիտեմ ինչ։ Ու ես ինչի համար հետագայում իրենց գործողությունների մեջ այնպեսի պիտի լինեն, որ դա բերի հենց այն երիտասարդների հիասթափության, հիմա պետք է մի քիչ ասել, մի քիչ ավելի հանգիստ վերաբերվեք իրեն։ Կարծում եք արժե թե չարժե ասել, հուշել կամ գոնե կասկածը հնչեցնել։ Չէ, ես մեծ մասամբ միգուցե 1-2 հոգի եղել են ինչ որ ուրիշ բաներ են այնտեղ հետապնդել, բայց մեծ մասամբ հավատացել եմ եւ հավատում եմ։ Եվ ափսոս որ քիչ են։ Օրինակ ես համարում եմ, որ իմ բնակավարից մարդիկ հենց թատրոնի բնակավարից շատ քիչ են։ Ես Ռուբեն Բաբայանին չեմ կարող չհավատալ, նա ամբողջ օր այնտեղ էր եւ ես էլ ճիշտ ասենք եւ Միչայլոց թատրոնի ղեկավարներից միակ ղեկավարն էր, որ այնտեղ էր, ցավոք սրտի։ Դե ինքը քաղաքացիական կեցվածքով կարծեմ միշտ է առանձնացել։ Լավ, հաղորդումն արդեն ավարտվում է, հաղորդման վերջում կան ավանդական հարցեր, ակնկալում եմ շատ կարճ պատասխաններ։ Մենք կարծեմ 6-7 տարի առաջ ենք հանդիպել, տեսնենք ինչ որ բան փոխվել է, թե ոչ։ Ես վախենում եմ ինչից։ Դավաճանությունից։ Ամաչում եմ ինչի համար։ Մի բան չէ։ Ամաչում եմ, որ ամաչում եմ հաճախ։ Ափսոսում եմ ինչի համար։ Որ ժամանակը եւ կյանքը կարճ է։ Ասում են կյանք ունի 3 աստիճան, կյանքը ինձ համար, կյանքը մարդկանց համար, կյանքը Աստծո առաջ, եթե մեկ բառով գնահատեք ձեզ համար ինչպես եք ապրել, մարդկանց համար ինչպես, Աստծո առաջ ինչպես։ Ես չեմ կարող գնահատական տալ այս դեպքում։ Հիմա դեռ ամենայն դեպս այդ պահը չէ, որ դրա պատասխանը ունեմ ես։ Չունեմ պատասխան։ Մարդ որ ամենամեծ ազդեցություն է թողել ձեր վրա։ Մարդիկ են, մարդ չէ։ Եվ թատրոնի արվեստի բնագավառում հայտնի ռեժիսորներ, երաժիշտներ եւ այլն։ Ձեր թույլ կողմերն են։ Ես էմոցիոնալ եմ։ Ես շատ հաճախ չեմ կարողանում իմ էմոցիաներին տիրապետել եւ այս կարգի հայտարարություններ անել, հա։ Սրանք էմոցիայի դրսևորում են, այս հայտարարությունները, այսպես քննադատական կտրուկ, թե ավելի սթափ գնահատականի։ Այդ հայտարարությունները շատ ավելի սթափ են, այդտեղ ես գիտեմ ինչ եմ ասում եւ ինչի համար եմ ասում, մյուս հարցերում եմ ես էմոցիոնալ։ Կյանքում էմոցիոնալ եմ։ Ուժեղ եք ինչու։ Գեներով երևի։ Եվ հավատում եք ինչի։ Ինքս ինձ։ Ես այսօր տեսա ավելի հանգիստ ու հասուն, հա, մարդու ռեժիսորի։ Շնորհակալություն։ Տարիներ իրանց ասում են։ Այո, շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ, որ հրավիրեցիք եւ հետաքրքիր զրուցեցինք միասին։ Քեզ հետ միշտ հետաքրքիր է զրուցել, Անժելա։ Շնորհակալ եմ։